Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թողում ես վարդիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյան ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիդ իր խաղաղության ու սիրո մեջ պահի հատկապես Այսօր ավարտում ենք Պողոս Արաքյալի Տիմոթեոսին գրված առաջին նամակը եւ շատ կարեւոր հարցերի մասին պիտի խոսենք։ Մենք անցյալ անգամին խոսեցինք, թե ինչպես պետք է առաջնորդ իրեն դրսևորի եւ ինչպես խոսեցինք այն մարդկանց մասին, թե ովքեր ձգտում են հարստության ինչ փորձություններ, մեղքեր կարող են հանդիպել եւ ինչ սխալների մեջ կարող են հայտնվել։ Այսօր արդեն պիտի խոսենք, թե ինչ հանձնարարական է տալիս Տիմոթեոսին որ ինչպես պետք է ինքը իրեն պահի, որ այդ մեղքերի մեջ չհայտնի եւ հատկապես պիտի խոսենք նաեւ այն հարուստների մասին, ովքեր հարուստ են քրիստոնյա եւ ինչպես պիտի անեն, որ այդ հարստությունը իրենց փրկությանը ծառայ, պիտի տեսնենք, որ Պողոս Արաքյալ եւ նոր կտակարյան հարուստը մեր պատկերացած հարուստը չի, շատ փող ունեցող մարդը չի, այլ նով կարողանում է իր ունեցածից բաժին հանել կարիքավոր մարդուն։ Դե այսօրվա առաջին համարը 11-րդ համար։ Իսկ դու ով մարդ Աստծո Փախիր այդ բաներից եւ գնա արդարության, աստվածպաշտության, հավատի, սիրո, համբերության եւ հեզության հետևից։ Տեսեք սիրելիներ, պարզ բան չի ասում, Պողոս Արաքյալը, իսկ դու ասում ես ով Աստծո մարդ, այսինքն այն մարդ, ով որ Քրիստոսին հավատում է, ով որ Քրիստոսի հետևից գնում է, ինքը Աստծո մարդն է։ Այս աշխարհի մեջ ինչպիսի տեսակ մարդիկ կան հոգևոր մարդիկ եւ աշխարհիկ մարդիկ, չէ՞, ովքեր աշխարհը սիրում են, աշխարհային կյանքի մեջ ապրում են, սա հատկապես ուղղված է բոլոր քրիստոնյաներից, ոչ թե միայն Տիմոթեոսին, այստեղ Տիմոթեոսն է ուղղված, որ դու փախիր այդ ամենից, այլ նաև բոլոր քրիստոնյաներին, ովքեր որ այս աշխարհի մեջ ապրում են, հանկարծ աշխարհիկ ցանկություններով չտարվեն, աշխարհի առաջարկությունները չընդունեն եւ զրկվեն հոգևոր կյանքից։ Մենք ամեն օր երեկոյան առավոտյան աղոթքի մեջ այդպիսի մի խոսք ունենք, ասում են Տեր այնպես էր, որ մենք խաղաղվենք աշխարհային բոլոր տեսակի հոգսերից եւ մեր մարմինը դարձնենք քեզ համար տաճար եւ բնակարան Սուրբ Հոգու համար։ Եվ այս ճանապարհով է որ մարդը պիտի գնա եւ գտնի ճշմարտությունը։ Ինչու է ասում ով դու Աստծո մարդ, որովհետեւ այս աշխարհի մարդը, աշխարհը սիրող մարդը ինչ է սիրում՝ դրամ եւ հարստություն։ Այսինքն ամբողջ կռիվը պատերազմ այս աշխարհի մեջ մեկ բան է դրամի համար է, հարստության համար է։ Եվ տեսեք խաղաղության իշխանը, չէ, Հիսուս Քրիստոս եկավ մեզ խաղաղություն բերելու, մենք այդ խաղաղությունը թողել ենք, մարդիկ իրար հետ պատերազմ են, իրար սպանում են, արյուն են թափում եւ ուզում են խաղաղություն հաստատել։ Հասկանում եք, իրար սպանելով են ուզում խաղաղություն հաստատել։ Բայց մարդը կարող է խաղաղություն հաստատել միմիայն սիրելով եւ այդ սերը իրենից հանելով, թողնելով, որպեսզի մարդիկ կարողանան այդ սիրով ապրել իրար հետ։ Ուրեմն նորից գանք այնտեղ, որ դրամը եւ հարստությունը մեղք չէ, հատկապես դրամասիրությունն է եւ աշխարհասիրությունն է։ Եվ Հիսուս ինչ է ասում, ով որ այս աշխարհը սիրում է, չի կարող ինձ հետ բարեկամություն անել։ Նա ով որ աշխարհի հետ կապված է, աշխարհային հոգսերով, աշխարհի վայելքներով ինքը ուզում է ապրել, ինքը չի կարող Աստծո հետ միություն ունենալ, չի կարող Աստծո հետ կապ ունենալ։ Դրա համար ասում է, ով Աստծո մարդ, այսինքն ով քրիստոնյա, դու հեռու փախիր այս ամենից։ Քո պետքերի համար աշխատիր, ունեցիր, ստեղծիր, բայց սրանք չկապես քեզ համար եւ դու ինքդ կապված չմնաս այս ամենին, որպեսզի մեղքի հետ չլինես։ Եվ ով որ կապված չէ այս աշխարհին, նա կոչվում արդեն ասացի Աստծո մարդ։ Մենք կոչված ենք Աստծո մարդ լինելու, այսինքն Աստծո պատվիրանները պահելու, Աստծո պատվիրանները գործի դնելով, մեր շրջապատը փոխելով, մեր կյանքը փոխելով, այս աշխարհը մեզ համար տեսանելի դրախտ դարձնելու համար։ Երբ որ մարդը հավատում է, ինքը իր համար արդեն բացում է դրախտի ճանապարհը։ Դռները բաց են իր համար եւ դու ինքդ ես ստեղծում
այն թագավորությունը, որի մեջ ուզում ես ապրել։ Դրա համար նորապսակները Հարսն ու Փեսան եկեղեցում կոչվում են թագավոր ու թագուհի, այսինքն այս երկուսը գալիս են միություն են կազմում, իրենց թագավորությունը ստեղծելու եւ այդ թագավորությունը Աստծո պատվիրաններով ապրելու, Աստծո գործով պահելու, պահպանելու, որպեսզի երջանկությունը եւ Աստծո ներկայությունը իրենց կյանքի մեջ զգա։ Քրիստոնյան այս աշխարհում ապրելով այս աշխարհի համար նաեւ չպետք է ապրի, սիրելիներ։ Մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, բայց մենք պիտի ապրենք երկնքի համար։ Ամենապարզ մի հատ օրինակ ձեզ բերեմ, ովքեր որ հատկապես ինքնաթիռով ճանապարհ անցել են, տեսեք, եթե մեկ ուզում է գնա Միացյալ Նահանգներ, չէ, ինքը պիտի Հայաստանից թռնի, Եվրոպայում կամ որևէ մի տեղում մի պահ կանգ առնի, մի քանի ժամ, հետո նոր ուրիշ ինքնաթիռով թռնի։ Հիմա երբ որ դու գնում ես, հասնում ես այդ որևէ երկիրը, դու այնտեղից քո ճամպրուկները չես վերցնում, չէ, որովհետև քո վերջնակետը այնտեղ է։ Այսինքն այնպես էլ այս կյանքի մեջ, այս աշխարհի մեջ մենք ապրում ենք, բայց մեր վերջակետը հավիտենական կյանքն է։ Այս ճիշտը մենք այստեղ մի պահ կանգ ենք առել որոշակի ժամանակով, ամեն մեկս ինչքան կապրենք այս աշխարհի մեջ։ Կանգ ենք առել, այդ օդանավակն է, միջանկյալ ճանապարհն է, բայց մեկ է մեր վերջնակետը հավիտենական կյանքն է, երկնքի արքայությունն է։ Եվ աշխարհիկ մարդկանց կյանքով նաև չպիտի ապրի, այլ հավիտենական կյանքով։ Այսինքն աշխարհի վրա լինելով, աշխարհի մեջ լինելով, մենք ապրում ենք երկնքի արքայության օրենքներով։ Դրա համար Հիսուս Քրիստոս ասում է. նախ եւ առաջ դուք երկնքի արքայությունը փնտրեք, այսինքն ինձ փնտրեք։ Եթե ինձ գտնեք ձեր կյանքի մեջ, մնացած բան ավելի ձեզ ավելիով պիտի տրվի։ Եվ պետք է լինենք նաև նրա պես, ում որ մենք պատկանում ենք։ Այսինքն, որ դու ասում ես ես քրիստոնյա եմ, դու պիտի Հիսուս Քրիստոսի պես լինես, ոչ թե այս աշխարհի պես լինես։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ տեսնում ենք ինչ է կատարվում, եթե համաշխարհային մի հայտնի մարդ, դա մանրամարզիկ կլինի, դերասան կլինի, երաժիշտ կլինի, մարդիկ ինչ են փորձում այդ մարդուն կրկնանկել, չէ, իր հակած շորը հագնել, նույն դաջվածքն անել, մազերի սանրվածքը կտրել, բայց մոռանում են, որ իրենք մեկ կոչում ունեն Քրիստոսի նմանվելու։ Այսինքն ում որ դու հավատում ես, ում որ վստահում ես, դու իր նման պիտի լինես, Քրիստոսանման կյանք պիտի ունենաս եւ քո կյանքը այդ նմանությունը պիտի արտացոլի։ Եվ երբ որ դու փորձում ես աշխարհում ինչ որ մեկին կրկնակել, նշանակում է այդ մարդը քեզ համար ոչ պաշտոնապես, բայց կուրք է ծառայում։ Դու կուրք ես դարձնում այդ մարդուն քեզ համար։ Դրա համար տեսեք, այս բառը շատ օգտագործում են հեռուստացույցով։ Երաժիշտն ասում է. ես իմ ողջում եմ իմ երկրպագուներին, չի ասում իմ հանդիսատեսին, ասում է իմ երկրպագուներին։ Մենք միայն Աստծուն ենք երկրպագում, ասում ենք այսինչ ֆուտբոլային ակումբի երկրպագուները։ Մենք որևէ մեկին իրավունք չունենք բառը անգամ, որ միայն երկրպագել բառը Աստծուն է վերագրում, մարդը կանգնում ասում է իմ երկրպագուներին ողջունում եմ, մաղթում եմ այս կամ այն բարիքը։ Քեզ մենք չենք երկրպագում, մենք քո հանդիսատեսն ենք, դիտում ենք քո խաղով, քո արվեստով մենք ուրախանում ենք, բայց մենք չենք երկրպագում։ Բայց ինքներս մենք ենք իրեն դարձնում, որտեղ մենք ամեն գնով ուզում ենք իրեն դիպչել, իր ստորագրությունը վերցնել, իր հետ նկարվել։ Տեսեք ինչ սատանայի գործը ինչ է, որ մարդը ինքը ոչ գիտակցաբար անգամ գնում է այս ոչ գիտակցված կռապաշտությանը եւ փորձում է այս աշխարհի նմանվել։ Իսկ եթե դու ուզես այս աշխարհի մեջ ապրելով աշխարհի նմանվել, ասում է թշնամություն պիտի անես Աստծո հետ, որովհետև դու երկու տերերի չես կարող ծառայել, կամ մեկին պիտի սիրես, մյուսին ատես, կամ մյուսին ատես, մյուսին սիրես։ Ուրեմն սա է հստակ ճանապարհը։ Եվ տեսեք, ասում է, փախիր այս բաներից։ Բառը շատ խիստ է, չի ասում հեռու մնա, զգուշ մնա, ասում է փախիր, կտրուկ, փախիր։ Այդ միջավայրից դու պիտի փախնես։ Ինչ է սա նշանակում։ Այն է, որ հարստությունից, դրամասիրությունից, փառքից կտրուկ պիտի փախնես, եթե այս ամենը քեզ կարող է տանել կործանման։ Մարդը երբ է սկսում մեղքի մասին մտածել, երբ որ իր հնարավորությունները շատանում են, չէ՞, գրպանի գումարն է շատանում, իշխանություն է ստանում, պաշտոն է ստանում, ինքը կամաց սկսում է նոր կյանքի եւ նոր ցանկություններ են մարդու մեջ առաջանում։ Եվ դու ակամա, որովհետև մեր մարդկային տկարությունները շատ են, մեր ցանկությունները շատ են, դու հայտնվում ես այդ վիճակի մեջ։ Հռոմեական առածը շատ գեղեցիկ իմ սիրած առածներից մեկն է, ասում է լավ այն մարդը, որ իր կրքերն է ղեկավարում, իր ցանկությունները, քան այն մարդը, որ մի ամբողջ քաղաք է ղեկավարում։ Այսինքն, երբ որ մարդը իր ամբողջ ունեցածի մեջ չկարողացավ իրեն տիրապետել, իրեն հսկել, ինքը շատ կարճ ժամանակում միանգամից դրամասիրության, հարստության հետևից պիտի վազի եւ կորցնի այդ ամեն ինչից։ Դրա համար ասում է,
Դու փախիր այս ամենից, կոնկրետ հարստությունից, դրամասիրությունից եւ գնա արդարության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության հետևից։ Եվ տեսեք ինչ է ասում Հովհաննես Առաքյալը, այս տողերը մի քանի օր առաջ կարդացել եմ ձեզ համար, հիմա տեսեք, ասում է՝ մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա։ Եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ։ Քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, որ հորից չէ, այլ այս աշխարհից։ Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Տեսեք, ով որ կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Իսկ ամբողջ աշխարհը պիտի անցնի, մեր ցանկությունները պիտի անցնեն, եւ մենք մի օր ծերանում ենք, չէ՞, թողովում ենք եւ կամանց, երբ որ դու մոտենում ես մահվանը, սկսում են մեղքերդ քեզ տանջել։ Ես շատ եմ տեսել մահացող մարդկանց, որ տառապում են, ասում եմ, ինչ է հետդ կատարում, որ գնում ես վերջին աղոթք անելու, ասում եմ, մեղքերս խեղդում են ինձ։ Մեղքերս ինձ տանջում են։ Մի օր մի մարդ էլ ասեց, թույլտվություն չեն տալիս, որ ես մտնեմ արքայություն։ Մեղքերս ասում եմ, որ թույլտվություն չես կարող ստանալ, որովհետև այս ոնց որ դեսպանատան ասում են, այս թղթերը պակասում են, այնտեղ էլ ասում են, այս մեղքերը խանգարում են, որ դու մուտք գործես երկնքի արքայություն։ Դրա համար ասում է, բոլոր տեսակ այս ցանկություն, մարմնի աչքի ցանկությունը եւ հորից չէ, իսկ ով որ հոր կամքը կատարի, ինչպես հայրմերի մեջ են խնդրում, ինչպես որ երկնքում է, այնպես էլ երկրի վրա թող քո կամքը լինի, այսինքն մենք Քրիստոսին հավատալով գանք դեպի քեզ, հավիտյան կապրենք։ Սատանան տեսեքսներ միշտ արթուն է։ Ինքը միշտ հսկում է մեզ, ինքը երբեք չի քնում։ Այն ժամանակ, երբ որ մենք քնած ենք, ինքը նորից արթուն մեզ հսկում է եւ 1 վայրկյան է փնտրում մեզ կորստյան մատնելու համար։ Եվ նա ինչ է անում, ինչ է բերում մեր պես, այնպես է անում, որ դու ակամա հեռանում ես Աստծուց։ Քեզ թվում է, թե դու Աստծո հետ ես, բայց դու Աստծո հետ չես։ Օրինակ, ամենապարզ օրինակը Կիրակի պատարագը, չէ՞։ Մարդը ուզում է Կիրակի գալ պատարագի, մեկ էլ տես անակնկալ տունը հյուրեր եկան։ Վերջ, այս Կիրակին ինքը զրկվեց գարած։ Հաջորդ Կիրակի ուզում է գալ, հիվանդացավ։ Այն մյուս Կիրակին ուզում է գալ, մեկ էլ տեսավ մի ուրիշ դեք պատեց, մեկ էլ տեսնես 1 ամիս դու չես գնացել Աստծո տուն, հաղորդություն չես ստացել, Աստծո խոսքը չես լսել, ու դու հեռացել ես։ Որոշակի մեղքեր նորից մեջդ շատացել են։ Դրա համար ինքը անդադար արթուն հսկում է մեզ, որպեսզի ամեն բան անի, որպեսզի մարդուն Աստծուց հեռացնի։ Դրա համար մարդը միշտ պետք է հոգևորապես արթուն, իր հոգի միշտ արթուն պիտի պահի, որպեսզի մեղքի մեջ չհայտնվի։ Դու պիտի հասկանաս, որ ինչ որ հիմա այս պահին քո հետ կատարվում է, քո խաբվելու եւ կորստյան մատնելու համար է։ Եվ դու ամեն ջանք պիտի դնես այդ ժամին այնտեղ լինելու համար։ Հեսա հաջորդ համարի մեջ արդեն տեսնում եմ պինդ բռնիր, ամուր բռնիր քո հավատքից, այսինքն ինչ էլ որ պատահի, հավատքի կյանքից չհրաժարվես, անպայման կգնաս այդ կյանքով ապրելու։ Եվ Պողոս Առաքյալ այստեղ խրատ է ասում, չէ՞, փախիր, բառացի, ինչ է սա, այսինքն աշխարհից հեռու մնա եւ հատկապես նրա սերը մերժիր, այսինքն աշխարհից եկող սերը մերժիր։ Եվ սա հատկապես հոգևորականի համար է ուղղված այստեղ այս խոսքը, որովհետև Տիմոթեոսը եպիսկոպոս էր, մի ամբողջ քաղաքի առաջնորդ էր։ Պատկերացնում եք, եթե քաղաքի առաջնորդը այն ժամանակ ու այսօր տարբեր չէ, օրինակ այսօր Դամասկոս քաղաքը 8 եպիսկոպոս ունի, եթե չեմ սխալվում։ Այսինքն հայ եպիսկոպոս, Ղպտի եպիսկոպոս, Ասորի եպիսկոպոս, կաթոլիկ եպիսկոպոս, ուղղափառ, այսինքն նույն ժողովուրդը ապրում են Դամասկոսի մեջ, բայց տարբեր առաջնորդներ։ Իսկ այն ժամանակ մեկն էր։ Այսինքն Քրիստոսի եկեղեցին այսպես պառակված ու բաժանված չէր։ Ու եթե հանկարծ առաջնորդը ինքը դրամասեր ու հարստության հետևից վազող լիներ, պատկերացնեք իր համայնքի վիճակը ինչ պիտի լիներ։ Եվ նաև քրիստոնյայի մասին, որ եկեղեցի մտնող մարդը մեզ տեսնելով պիտի ինքն էլ ուզենա մեզ նմանվել։ Դրա համար ասում է երիտասարդական ցանկություններից փախիր եւ գնա արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության հետևից նրանց հետ, ովքեր մաքուր սրտով աղոթում են Տիրոջ անունով։ Տեսեք, ասում եմ, փախիր աշխարհից, բայց գնա այն մարդկանց հետ, ովքեր Տիրոջ անունով աղոթում են։ Գնա, այսինքն հոգևոր կյանք ապրող մարդկանց հետ ընկերություններ, որովհետև ինչ միջավայրում որ դու ապրում ես, ինչ միջավայրում որ ինչ մարդկանց հետ որ դու շփվում ես, ուզես թե չուզես այդ մարդկանցից պիտի վարակվես եւ քո մոտ էլ պիտի առաջանա։ Քո մոտ էլ պիտի մրցակցություն առաջանա։ Ես էլ եմ այս մեքենայից ուզում, ես էլ եմ այս հեռախոսն ուզում, ես էլ եմ այս մեղքը գործել ուզում, մեկ էլ տեսնես որ դու
արդեն Աստծո մի կողմ ես դրել եւ դու ապրում ես քո երիտասարդական ցանկություններով։ Մենք չենք ապրում միայն այս աշխարհի համար, այլև հավիտենական կյանքի համար ենք ապրում, սիրելիներ։ Մեր կյանքը այս աշխարհի համար չէ։ Ինձանից շատ եք լսել, հատկապես ուղարկավորության ժամանակ, ասում, եթե մեր ամբողջ կյանքը, որ պիտի ապրենք, հետո մեռնենք, կնշանակի, որ Աստված մեզի ստեղծել է չարչարվելու համար, չծնվում ենք հիվանդություններ, փորձություններ, մահ, կորուստ, ամեն բան, պատերազմ տեսնում ենք, հետո մենք էլ մահանում գալիս ենք հողի մեջ թաղվում ենք։ Սա է Աստծո նպատակը մեզ համար, չէ։ Ուրեմն այս կյանքը, որ տված է մեզ, հավիտենական կյանքի համար, այսինքն այս աշխարհի մեջ ապրելով քեզ համար ապահովում ես հավիտենական կյանքը, որպեսզի գտնես։ Եվ բավարար չէ նյութական հարստության հանդեպ սիրուց փախչել, այսինքն որ դու փախչում ես այդ իշխանությունից, պաշտոնից, սա միայն բավարար չէ։ Լիքը մարդիկ կան, որ չունեն հարստություն, չունեն իշխանություն, չունեն պաշտոն, բայց երկնքի արքայություն չեն կարողանում մտնել։ Ինչու՞, որովհետև պետք է հետամուտ լինես հոգևոր հարստության, այսինքն հոգուտ հարստության համար պիտի պայքարես։ Միայն, այսինքն, այնտես դուրս չի գալիս երկնքի արքայություն աղքատների համար է, չէ։ Երկնքի արքայությունը բոլոր մարդկանց համար է։ Եթե մարդ ինքը չի ուզում հոգևոր հարստություն ունենալ, ինքը պիտի կորցնի ամեն բան։ Եվ տեսեք, որոնք են այդ հարստություն։ Այստեղ 6 բան թվարկես, չէ՞։ Նախ արդարություն։ Ինչ ասել է արդարություն։ Ում հանդեպ մենք արդար պիտի լինենք։ Մարդկանց, մեկս մյուսի հանդեպ մենք այդ արդարությունը պիտի գործենք։ Սա շատ կարևոր է։ Հավատարմություն Աստծո հանդեպ եւ արդարություն մարդկանց հանդեպ։ Երկրորդը ասում է աստվածպաշտություն արդեն Աստծո հանդեպ, այսինքն քո իբրև քրիստոնյայի պարտականություն, քո պաշտամունքը, փառաբանությունը, գոհաբանությունը Աստծուն պիտի անես։ Մենք ասել եմ, չէ՞, ինչպես ենք աղոթում, գոհաբանական աղոթք, շնորհակալության աղոթ եւ փառաբանական աղոթ։ Այսինքն այս երեքը քո կյանքով դու պիտի ցույց տաս, որ աստվածպաշտության կյանք ունես, շնորհակալ ես քո ապրած կյանքի համար, Աստծուց ստացած շնորհի համար եւ վերջապես քո հետ ապրող մարդու ներկայության համար։ Երրորդ ասում է հավատք։ Հավատ նշանակում է վստահություն Աստծո հանդեպ։ Այսինքն ինչ որ դու անում ես, քո կյանքը, քո գործը, քո խոսքը, քո ընտանիքը անգամ վստահում ես Աստծուն եւ Աստված է պահում այդ քո տունը, քեզ, քո կյանքը եւ քո գործը եւ շարունակությունը։ Սեր իրար նկատմամբ, սիրելիներ։ Այսօր ամեն ինչից շատ աշխարհի մեջ սիրո պակաս կա։ Մայր Թերեզայի խոսում է, աշխարհում ասում է հացից ավելի շատ այսօր սիրո պակաս կա։ Եթե սերը լինի մարդու հանդեպ, կարևոր չի մարդը մեղավոր է թե արդար է։ Բոլոր մարդիկ սիրո կարիք ունեն։ Սիրո պակասից է չարությունը մեր աշխարհի մեջ։ Այս իրար հանդեպ սերն ունեցանք, ուրեմն կհաղթահարենք ամեն բան։ 5-րդը համբերություն։ Ինչ է սա նշանակում։ Որ մարդը այս կյանքի մեջ ապրելով իր կյանքի մեջ համ ու հոտ պիտի բերի։ Այսինքն անիմաստ կյանք չպիտի ապրես։ Համ ու հոտով քաղցր կյանք պիտի ունենաս։ Այսինքն քեզանից դառը լեղի զգացողություններ դուրս չպիտի գան, որ մարդիկ զզվեն քո այդ շփվելուց, այլ քո ապրած կյանքը այդ համբերության մեջ, քո նեղության, կորստի, ցավի մեջ համ ու հոտով պիտի շարունակես ապրել։ Ինչ էլ որ լինի, ինչքան հարված էլ որ ստանաս, պիտի քո համ ու հոտը չկորցնես։ Եվ վերջին ամենակարևորը 6-րդ ասում է հեզություն, որպեսզի մենք Քրիստոսի նման դառնանք։ Հեզությունն է, որ մեզ Քրիստոսանման է դարձնում։ Եվ Հիսուս ինչ ասում, ում մեջ ես պիտի բնակվեմ, եթե ոչ հեզերի եւ խոնարհների մեջ։ Ուրեմն հեզությամբ Քրիստոսին բերում ես, բնակեցնում ես քո մեջ եւ Քրիստոսով ապրելով այս աշխարհի մեջ դու դառնում ես երկնքի արքայության քաղաքացին։ Եվ տեսեք Ֆիլիպպեցին նամակի մեջ ինչ ասում Պողոս Արաքյալը. Եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները թողած ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները։ Ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին Քրիստոս Հիսուսով։ Տեսեք, ասում է, ես իմ նպատակին հասած չեմ համարում։ Մենք փորձում ենք այս բոլոր կետերը մեր կյանքի մեջ իրագործել, բայց ասում է, իմ մեղքերը թողել եմ անցյալում, իմ մեղավոր կյանքը մի կողմ եմ թողել, նայում եմ առջևս եւ ուշադիր վազում եմ իմ նպատակակետին Հիսուս Քրիստոսով։ Այսինքն պետք չի քո մեղքերի պատճառով վախենալ նայել Քրիստոսի աչքերի մեջ։ Պետք չի մեր անցյալի պատճառով ասել, որ ես փրկություն չունեմ, Աստված ինձ չի ներելու։ Հակառակը, այս ամենը պիտի թողնես Քրիստոսին, Քրիստոս ինքը գիտի ինչպես պիտի վարվի, եւ դու պիտի վազես ուշադիր Քրիստոսի հայացքի մեջ նայելով դեպի քո նպատակակետը։ Եվ երբ որ կա ձգտումը, ուրեմն կա հաջողություն, որ կա հաջողությունը, ուրեմն կա նաեւ հաղթանակը քո կյանքի մեջ։ Միայն թե դու պիտի համբերությամբ, հեզությամբ, սիրով, հավատքով, արդարությամբ, աստվածպաշտությամբ գնաս այդ ճանապարհով։
12-րդ համարը հավատի բարի մարդ մղիր եւ պինդ կարճիր հավիտենական կյանքից, որին կոչվեցիր եւ բարի դավանությունը դավանեցիր բազում վկաների առջև։ Տեսեք, ասում է, հավատքի բարի պատերազմը մղիր։ Ուրեմն քրիստոնյայի կյանքը հարատև պատերազմ է, չէ՞։ Որ պահին, որ մարդը հավատաց Քրիստոսին, այդ բայց սկսած ինքը սատանայի թշնամին է։ Վերջ, սատանան իրեն պատերազմ է հայտարարում եւ մինչեւ մեր կյանքի վերջին վայրկյանը պիտի փորձվենք, պիտի փորձենք այդ պատերազմը հաղթել։ Տեսեք, սատանան անգամ վերջին պահին, երբ որ Հիսուս խաչի վրա էր, մարդիկ ինչ էին ասում Հիսուսին. եթե Աստծո որդին ես, իջիր կհավատանք։ Մինչև վերջին վայրկյանը սատանան մարդկանց շուրթերով գալիս էր Հիսուսին փորձելու։ Ես թվում է թե մենք մի պահ սատանային հաղթեցինք, այո, կարող ենք այլևս մեր կյանքում սուտ չխոսել, սատանան այնտեղ հաղթել, բայց դրա մեկ փոխարեն մենք կարող ենք կեղծավոր լինել։ Մենք կարող ենք կեղծավորության մեղքը հաղթել, բայց մեր ներսում ագահ լինել, չար լինել։ Դրանք էլ մեղքեր են, որ սատանան քեզ տանում է դեպի պատերազմ։ Եվ այս հարատև պատերազմի մեջ մարդը իրավունք չունի ինչ ասելու, որ մենք ամեն օր ասում ենք, հոգնել ենք։ Ով որ ասեց հոգնել եմ, ել չեմ կարում, ել չեմ դիմանում, ել այլևս ի վիճակի չեմ, որ պահին ասեցիր հոգնել եմ, չէ՞ Լիլիթ, ուրեմն պիտի պարտվես։ Որ պահին որ ասեցիր հոգնել եմ, պարտվել ես։ Բոլորս էլ այս խոսքը ունեն մենք, հիասթափում ենք մարդկանց չարությունից, ատելությունից, մեր շուրջը կատարող ամեն ինչից ասում ենք հոգնել ենք, ել ապրներես չի գալի, իրավունք չունենք սիրելիներ։ Որ պահին ասեցիր հոգնել եմ, ել չեմ կարող պատերազմել, մի անգամից կպարտվես։ Դու պատերազմում ես կռվի դաշտում, զինվորն ասի այլևս հոգնել եմ, ել չեմ կարող կրակել։ Վերջ, ինքը պիտի զոհվի։ Ուրեմն հոգևոր կյանքի մեջ էլ այդ մեկ պահն է, որ դու ասեցիր հոգնեցի, կանգ առար, սատանան պիտի քեզ գրավի, պիտի քեզ իշխի։ Դրա համար Տիմոթեոսին արդեն գրած երկրորդ նամակի մեջ ասում է. պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքս։ Պատերազմեցի, ընթացքս պահեցի եւ հաղթեցի, հավատքս պահեցի։ Դրա համար ասում է բարի պատերազմը մղիր, ուրեմն հոգևոր կյանքը այս բարի պատերազմն է։ Ուրեմն այստեղ ասում է հավատքը ինչ է նշանակում, հավատքի պատերազմը ո՞րն է սիրելին, ինչ է։ Այսինքն պիտի փորձես հավատք, այստեղ որ ասում է Պողոս Արաքյալը, ավետարանն է, այսինքն ավետարանի կյանքը ամուր պահի, Քրիստոսի բերած վարդապետությունը ճշմարտության մեջ պահիր, նրա խոսքը նաև տարածելու բարի պատերազմը պատերազմ։ Այսինքն չամանչես նաև քո հավատքի մասին խոսել։ Այսօր շատ քրիստոնյաներ կան, որ կրավորական չեզոքություն ունեն, անտարբեր։ Գան իրենց եկեղեցին քանդեն, ջարդեն, իրենց պետք չի, որովհետև իրենք դրան իրենցը չեն համարում, դա քահանային ինքը պիտի պահի պահպանի։ Եկեղեցին ավետարանը բոլորինս է սիրել։ Մենք այս եկեղեցու մեջ ենք ծնվել, սա մեր տունն է, սա մեր հոգու բնակարանն է, եւ ամեն մեկը սրա համար հոգ տանելու իրավունք ունենք։ Եվ այդ խոսքը նաև Որբ որ մարդիկ ամանչում են որոշակի միջավայրում խոսել, չպիտի ամանչես ասել, որ ես հավատում։ Այսօր հատկապես երիտասարդների մոտ խնդիր կա, որ իրենց ընկերների մոտ ամանչում են ասել, որ պահք եմ պահում, աղոթում եմ, պատարակ եմ գնում, որպեսզի իր թիկունքում իրեն չծաղրեն։ Բայց տես ասում է հավատքիդ համար պատերազմիր, մի վախեցիր ասել, որ ես քրիստոնյա եմ։ Տարիներ առաջ, երբ որ Լիբիայում իսլամական այդ տերորիստները փորձեցին քրիստոնյաներին սպանել, ուրեմն այդ տղաներից մեկը ինքը բաներ իսլամ էր։ Երբ որ տեսավ իր ընկերները չեն հրաժարվում Քրիստոսից, մարդասպանն ասեց իրենց Աստվածը նաև իմ Աստվածն է։ Չվախեցավ ասել, գիտեր որ նահատակվում, ասեց իրենց Աստվածը նաև իմ Աստվածն է։ Եվ հանուն Քրիստոսի իր ընկերների համար նահատակվեց եւ այսօր իրենք Ղպտի եկեղեցում սուրբեր են հռչակված։ Տեսեք, մարդ ասում է, իրենց Աստված իմ Աստվածն է։ Չի լսել Քրիստոսի մասին շատ բան, անznապես չէր աղոթել, բայց իր ընկերների հավատքը տեսնելով, իր ընկերների վստահությունը տեսնելով հավիտենական կյանքի հանդեպ, ասաց իրենց Աստվածը նաև իմ Աստվածն է։ Եվ հավատքը նաև անձնական հավատքի մասին է այստեղ, այսինքն մեր անձնական կյանքի մասին է, քանի որ մենք միշտ փորձության պիտի ենթարկվենք, սատանան պիտի փորձի, պիտի ամեն ջանք ներդնի, որպեսզի մեր հավատքը անձնական խլի մեզանից։ Եվ մեր մեջ կասկածներ պիտի առաջացնի, մեր մեջ պիտի անորոշություններ բերի, որպեսզի մենք որոշակի կասկածներ ունենանք Աստծո հանդեպ։ Երբ է մարդը կասկածներ ունենում, երբ որ հիվանդության, կորստի, ցավի խնդիր է ունենում, առաջին բանը, եթե ոչ բարձրաձայն, շատ հաճախ մեր մտքում ասում ենք՝ ուր է իր Աստված։ Ուր է Աստված։ Բա Աստված ինչի չլսեց։ Աստված ինչու
չհասավ օգնության։ Աստված ինչու իմ ձեռքը չբռնեց։ Այս որոշակի կասկածները նույնիսկ այդ բերում է մեր հավատքի կորստին։ Դրա համար շատ զգոն պիտի լինես, որ նույնիսկ նշմար բառ չասել, սա իր գլխավոր զենքն է սատանայի։ Այս կասկածների միջոցով իր զենքն է գցում է մարդու մեջ, ինչպես պատկերացրեք ձեզ կիրակի, որ դու գալիս եք պատարագի, ինչ եք մտածում ինչև հաղորդությունը, բայց ես արժանի եմ։ Մեղքերս ներված են եւ ամենաշատ տարածվածը պատրաստ եմ, հետո որ հաղորդվում ես, մտքիդ մեջ գալիս ասում է տեսար մեղքով ճաշակեց, հեսա կտեսնես քեզ հետ ինչեր կպատահի։ Անդադար շփոթ մարդու ուղեղի մեջ, որպեսզի մարդը ճշմարտությունից հեռանա։ Թեպետ եւ ասում եմ մարմնի մեջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պայքարում ենք, քանի որ պայքարելու մեր զենքը մարմնով չէ, այլ Աստծո կողմից տրված զորավոր զենք է, քանդելու համար ամրությունները։ Սա Պողոս Արաքյալ արդեն Կորինթացիներին գրված նամակն է։ Մարմնավոր զենք չէ, եւ այդ զենքը, որ տրված է մեզ հավատքը, ամրությունները քանդելու համար է։ Ցանկացած ամրություն սատանայի դու կարող ես քո հավատքով, քո աղոթքով քանդել ու ոչնչացնել։ Ուրեմն չկա խաղաղություն առանց Քրիստոսի արյան այս կյանքի մեջ լինել։ Այսինքն այս պատերազմը, որ կա, Քրիստոս իր արյունը թափեց խաղաղություն բերելու, սկզբում արդեն ասացի, որ մարդիկ այսօր իրար սպանելով, իրար արյուն թափելով են ուզում այդ խաղաղությունը հաստատել։ Բայց երբ որ հավատքի կյանքը կա, մենք կարող ենք մի անգամից հաղթանակ տալ։ Եվ տեսեք, արդեն Եբրայեցին նամակի մեջ ասում է. նայենք Հիսուսին, հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարեց ամոթը եւ նստեց Աստծո աջ կողմում։ Հանձն առավ խաչը, ամոթը մի կողմ դրեց, մեր զորագլուխն է հավատքի, այսինքն Հիսուսը մեր հրամանատարն է, մեր զորագլուխն է, ասում է նայենք իրեն, որ ինքը ամոթը մի կողմ դրեց, չամանչեց ու եկավ այդ հաղթանակին։ Մենք էլ այդ զգացումով, այդ հավատքով գնանք դեպի հաղթանակ։ Եվ տեսեք, ասում է ամուր բռնիր նաև այդ հավատքը, ամուր կարճիր, ինչ է սա նաև։ Մեր հավիտենական կյանքը երբ է սկսում, որ պահին է սկսում մեր հավիտենական կյանքը, երբ որ մենք ինչ ենք անում, հավատում ենք։ Երբ որ դու ասում ես Քրիստոսը իմ Տերն է, իմ Փրկիչն է, իմ Աստվածն է, եւ իր անունով մկրտվում ես, իր օծումը, իր խաչի նշանը դնում ես հավիտենական պարգևների կնիքը քո ճակատին։ Այդ բայց սկսած դու արդեն սկսում ես հավիտենական կյանքի համար ապրել։ Սակայն մենք պետք է բռնենք մեր այդ կյանքը, չթողնենք։ Ցավոք սրտի, այսօր մարդիկ շատ են մկրտվածները, որոնք իրենց հավատքը չեն պահում։ Մկրտվել են մշակույթից ելնելով, սովորությունից ելնելով, որպես այդպես իրենց ընտանիքի մեջ այդպես է որոշված, մկրտվում են, բայց իրենք չունեն այդ հավիտենական կյանքը, չեն պահում։ Իրենք գնում են մեղքի հետևից, քանի որ սատանան փորձում է ինչ անել, խլել այդ հավիտենական կյանքը եւ մարդկանց տալիս է զբաղմունքներ, աշխատանքներ, որպեսզի մարդիկ զբաղվեն, բայց Քրիստոսին չվերադառնան։ Ցավոք սրտի մկրտվում են մարդիկ, մկրտության օրը հաղորդվում են, մեկ էլ գնում ես մահամերձը, տեսնես, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը այլևս եկեղեցի չի մտել եւ հաղորդություն չի ստացել։ Այսինքն մի ամբողջ կյանք դու դատարկ ես թողել, մեծ բաց ես թողել եւ աշխարհը եկել է լցվել այդտեղ, Քրիստոսի շնորհը, սերը լցնելու փոխարեն աշխարհային է լցրել ես եւ հիմա արդեն մահվան ժամին, մահվան ճիրանների մեջ պայքարում ես Քրիստոսից օգնություն ուզելու։ Մի օր մի չարկին, որ ոչ մեկին չէր սիրում բարություն անել, սիրելիներ։ Ուրեմն սա բոլոր մարդկանց հանդեպ չարություն ուներ։ Մի օր իր հայաթում այդ բակի մեջ սոխ էր աճեցնում, մի երեխա գալիս է, սոխը քաշում է, կանաչ ու փախնում է, ընկնում է հետևից վազելով, որ բռնի չի կարողանում, ասում է դե լավ, տարավ, Աստված իր հետ։ Երբ որ մահանում է, դժոխք պիտի գնա, հրեշտակը գալիս, ասում է վերջ մկրտված քրիստոնյա ինչ անենք, ասում է գոնե մի բարի գործ կա արած, ասում է հա ինչ որ մի երեխայի կանանչ սոխ է տվել, ասում է դե գնա այդ կանանչ սոխը պարզիր, թող ինքը բռնի, եթե կդիմանա, քաշիր հանիր։ Երբ որ բռնում է, մյուսներն են ուզում փրկվեն, ասում է ոչ, սա իմ սոխն է, սոխը կտրվում է, նորից ինքը ցած է ընկնում։ Այսինքն այդ ամենաչնչինը, որ թեկուս ոչ քո կամքով բարի գործ ես արել, քեզ հնարավորություն պիտի տա դժոխքի ճիրաներից դուրս գալու հավիտենական կյանք մտնում, բայց դու պիտի բռնես այդ հավատքը, ամուր պիտի պայես այդ հավատքը։ Եվ ես նրանց կտամ հավիտենական կյանք, եւ նրանք չեն կորչի հավիտյան, եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Սա Հիսուսի խոսքն էր։ Իսկ Հայտնության գրքի մեջ ասում է Հիսուս. ահա շուտով գալիս եմ, պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը քեզանից։ Ահա գալիս եմ, ինչ որ ունես, ինչ որ ստացել ես,
ամուր պահիր, չթողնես, հանկարծ մեկը չգողանա քեզանից քո պսակը, որ տվել եմ քեզ։ Սա նաև այն մասին է, որ մեր հավատքի կյանքի մեջ զիջումներ չպիտի անես։ Չպիտի քո հավատքը, ինչը որ դարերով մեզ պահել են, փոխանցել են, սրա պահողը, փոխանցողը նաև դու ես։ Մենք իրավունք չունենք Վարդանանց պատերազմով հպարտանանք, որ հանուն հավատքի պատերազմ մղեցին, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Տաթևացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի, Խրիմյան հայրիկ ասենք, բայց մենք չուզենանք իրանցպես մեկը լինել, իրանցից մեկը դառնալ։ Անցյալի հպարտությունը, անցյալի հուշերով ապրելը քեզ ապակա չի ապահովում։ Քեզ փրկություն չի բերում, դու էլ դրանցից մեկը պիտի դառնաս այս աշխարհի մեջ։ Եվ Տիմոթեոսը հավիտենական կյանքի կոչվեց, ինչպես ասում է, դավանեցիր բարի դավանությամբ եւ բոլոր մարդկանց արչեւ մկրտվեց։ Գիտեք, որ Տիմոթեոսը հեթանոս էր, իր հավատքը խոստովանեց բոլորի արչեւ, մկրտվեց եւ ասում է դու կոչվեցիր, Քրիստոս քեզ կանչեց, ուրեմն ամուր պահիր այդ ամենը։ Եվ մեր հավիտենական կյանքը սկսում է այնտեղից, երբ հավատում ենք Հիսուսին եւ փորձում ենք Հիսուսով ապրել այս աշխարհի մեջ։ 13-րդ համարը պատվիրում եմ քեզ Աստծո ներկայությամբ, որը կյանք է տալիս ամեն ինչի, եւ Հիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դավանությունը։ Տեսեք սներ, բոլոր մարդկանց արչեւ ասում է դավանություն արեցիր, չէ՞։ Հիմա ասում է ես քեզ պատվիրում եմ Հայր Աստծո առաջ եւ Հիսուս Քրիստոսի առաջ, այսինքն դու իրենց արչեւ ես այս դավանությունը ընդունել, ինչպես որ պսակադրության ժամանակ քահանան հարցնում է Աստված, որի աներևույթ ներկայությամբ այս սուրբ տաճարն է լցնում, հրեշտակները, խաչը, ավետարանը, քահանաները եւ այս ամբողջ հարցն է, որ ժողովուրդը ձեր խոստումին վկա լինեն, երկուսով միասին ասում են այո Հայր Սուրբ թող լինեն։ Տեսեք, Աստված վկա է, ներկա է այս տաճարի մեջ։ Ուրեմն Պողոս Առաքյալն Տիմոթեոսին ասում է, ես քեզ պատվիրում եմ Աստծո ներկայության, որ կյանք է տալիս, եւ Հիսուսին, որ իր հավատքը վկայեց Պոնտացի Պիղատոսի առջև, իրենց առջև պիտի խոստանաս, որ իրենք քեզ նայում են ամեն օր, հանկարծ հավիտենական կյանքդ չկորցնես, քանի որ շատ հեշտ է մարդկանց առջև խոստումներ տալ առանց սուրբ կյանք ապրելու։ Կարող ենք, չէ՞, մենք մարդկանց առջև խոստումներ տալ, բայց սուրբ կյանք չապրել, ինչպես որ ամուսնական կյանքի մեջ կա դավաճանություն, ինչպես որ կա հոգևոր կյանքի մեջ դավաճան, այսինքն դու խոստացար մարդկանց առջև, ինչպես քահանան ձեռնադրության ժամանակ ծնկի է իջնում, ձեռքերը բարձրացնում է, ասում որ հրաժարվում է աշխարհից Քրիստոսով ապրել, բայց հանկարծ ծածուկ դրամասիրության, հարստության հետևից է վազում, փառքի հետևից է վազում, կորցնում է, ասում է խոստացիր Աստծո ներկայությամբ եւ Հիսուսի ներկայությամբ, որ այդպես պիտի ապրես։ Աստված միշտ ներկա է մեր բոլոր արարքների մեջ, մեր կյանքի բոլոր փուլերի, մեր ծնունդից մինչև մահ, մեր ամեն շարժի, խոսքի, գործի մեջ Աստված ներկա է ամեն ժամանակ։ Հիսուս նույնպես ներկա է մեր կյանքի մեջ, որովհետեւ Հայրը եւ Որդին մի են, չէ՞, նույնն են։ Ես եւ Հայրս մի ենք, ասում է Հիսուս Քրիստոս։ Ուրեմն մենք էլ այս պատվիրանը պետք է պահենք եւ կիրառենք մեր կյանքի մեջ, որ Հայր Աստծո ներկայությամբ ենք պատվիրած, այսինքն մենք Աստծո առջև ենք խոստանում քրիստոնյա լինել, ոչ թե մարդկանց առջև։ Մենք մարդկանց գովասանքը լսելու համար չէ, որ առաքինի կյանք պիտի ապրենք։ Մարդկանց համար չէ, որ մենք պիտի սուրբ լինենք, մենք Աստծո համար ենք սուրբ սիրելիներ։ Մարդիկ մեզ չեն սիրելու մեր սրբությունը։ Մարդիկ ատելու են մեր աղոթական կյանքը, մեր պահեցողությունը, սուրբ գիրք կարդալ, մեզի խենթի տեղ, գժի տեղ են դնելու։ Մենք Աստծո համար ենք անում, ինչ որ անում ենք այս աշխարհի մեջ, Տիրոջ փառքի համար։ Հռոմեացի նամակի մեջ Պողոս Առաքյալն ասում է ամեն ինչ նրանով է, նրանից է, նրա համար է եւ նրան փառք հավիտյանս։ Ամեն բան նրանով է, նրանից է եւ նրա համար։ Այսինքն մենք մարդկանց համար չենք ապրում այս աշխարհի մեջ։ Դրա համար ասում եմ, քեզ պատվիրում եմ Աստծո ներկայությամբ, Հիսուսի ներկայությամբ, որ Պիղատոսի առջև չվախեցավ ճշմարտություն ասել։ Գիտեր, որ եմ մահ է սպասում, բայց ասաց դու ասացիր, ես եմ Աստծո որդին։ 14-րդ համարը, որ դու պահես պատվիրանը ամբից անարատ մինչև հայտնությունը Հիսուս Քրիստոսի։ Տեսեք սիրելիներ, Պողոս Առաքյալը պատվիրում է, որ Հիսուս Քրիստոսի ամբողջ ուսուցումը մարդը պահի ինչպես զգուշությամբ եւ հավատարմությամբ։ Ամբից անարատ մաքուր ասում եմ մինչև հայտնության օրը այդ ամենը տեղի պիտի ունենա։ Ինչ է սա նշանակում, որ ոչ միայն պետք է պահի այս պատվիրանները կամ եւ մենք պահենք այս բոլոր պատվիրանները, այլև մենք պետք է պահենք անարատ ու ամբից։ Այսինքն, երբ որ դու ասում ես մի սպանիր,
Ոչ միայն ֆիզիկապես չպիտի սպանես, այլև խոսքով չպիտի սպանես, մտքով չպիտի սպանես, բարոյականությամբ չպիտի սպանես, նվաստացնելով չպիտի սպանես, այլ հակառակը ամբից պիտի պահես քեզ այդ բոլոր մեղքերից։ Երբ որ ասում եմ մի շնացիր, ոչ թե ֆիզիկապես չպիտի շնանաս, այլև մտքիդ մեջ չպիտի շնանաս, ցանկություն չպիտի ունես շնանալու, այս ամբողջը պիտի մաքրությամբ պահես։ Բոլորիս այս մեղքերը պիտի այցելի։ Դրա համար Հիսուսը անհնար է որ գայթակղությունը չգա, բայց վայ գայթակղեցնողին։ Վայ են մարդուն ով պիտի գայթակղվի։ Մեզ ամեն օր կարող են մոտենալ, փորձել առաջ, որտեվ աշխարհը մեզանից փորձում է խլել մեր կուսությունը, մեր մաքրությունը, որ մենք Քրիստոսով ստացել ենք, բայց մենք պետք է պահենք ու պահպանենք։ Սա մի հատ որոշ ժամանակի համար է, այլև մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այսինքն ոչ թե միայն այս տարիքի համար պիտի պահենք, այլ մեր կյանքի բոլոր օրերի համար, մինչև հայտնություն, այսինքն երբ որ Տերը հայտնի։ Դրա համար ասում է մնա այս պատվիրանի մեջ, ամբից, մաքուր սուրբ, մինչև Տիրոջ գալուստ։ Եվ 15-րդ համարի մեջ արդեն շարունակում է, որն իր ժամանակում հայտնի պիտի անի երանելին եւ միակ հզորը, թագավորների թագավորը եւ տերերի տերը։ Այս երկու համարն հիմա որ պիտի կարդանք 15-16-ը սրիներ, որն Պողոս Արաքյալը մի անգամից թողնում է իր պատվերները, հրահանգները եւ սկսում է Աստծուն գովաբանել։ Հիմա տեսնենք ինչ է ասում Հիսուսին։ Ուրեմն Աստված ինքն է, որ այդ հայտնությունը պիտի կատարի, չէ՞, այսինքն Հիսուսի երկրորդ գալուստը։ Բոլոր մարդկանց հետարքրում է սներ, չէ՞, Հիսուս երբ պիտի գա։ Երբ որ առաքյալները լսեցին Հիսուսի խոսքերը, ասացին՝ Տեր, երբ պիտի լինի, Հիսուս ասաց՝ ոչ ոք չգիտի, ոչ օրը, ոչ ժամանակը, ոչ ոք անգամ երկնքի հրեշտակները, ես միայն Հայրը գիտի։ Ուրեմն սա ինչի համար է գրված, որ մինչև այսօր ցավոք սրտի շատ մարդիկ են հայտնում մեր կյանքի մեջ, որ օրեր են որոշում, թե երբ պիտի Հիսուսը գա։ Հիշում եք 2000 թվականը, որ մոտենում էր, ինչ էր կատարվում։ Հիմա ամբողջ համակարգիչները պիտի խառնվեն, համակարգները պիտի խառնվի, աշխարհի վաղճանն է, բայց օրվա ժամի մասին ոչ ոք չգիտի, միայն Հայրը գիտի։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր կգան ձեզ կասեն, աշխարհի վերջն է մոտեցել է, չհավատաք։ Երբեք չլսեք այդպես։ Ով որ կասի, որ աշխարհի վերջն է, դրա համար ինքը եկել է քեզ քարոզելու, խաբում են։ Եթե աշխարհի վերջն է, դու ինչ ես տուն գնում, ինչ ես մեքենա գնում, եթե աշխարհի վերջն է, դու ինչ ես քո հաշվի համար փող հավաքում, եթե աշխարհի վերջն է։ Հասկացաք։ Դրա համար այստեղ ասում է Աստվածը իր ժամանակին հայ, այսինքն միայն Աստված գիտի իր ժամանակը եւ իր ժամանակացույցը։ Աստված իր ժամանակին է ամեն ինչ անում եւ իր ժամանակով է առաջնորդվում, որովհետեւ մարդ չի կարող այս աշխարհում այդպիսի հայտնություն ունենալ, ասի որ Աստված ինձ ասեց, որ բան ժամանակը մոտեցել է, շուտ արեք պատրաստվեք։ Մենք ամեն օր պիտի պատրաստ լինենք։ Մենք գիտենք երբ որ մահանալու։ Չէ։ Եթե ես իմանայի, որ 2051 թվականի մայիսի 1-ին մահանալու եմ, ինչ ուզեմ կանեմ, մեկը գիտեմ այդ օրը պիտի մահանամ, չէ՞։ Եվ վերջում կամ կանչում իմ բոլոր հրազդանեն հրաժեշտ կտամ, հետո կգնամ կմահանամ, բայց Աստված այդ օրը մեզանից ինչպես իր գալստյան օրը գաղտնի է պահել, որպեսզի մենք ամեն օր պատրաստ լինենք։ Մենք ամեն օր կարողանանք սիրել, մենք ամեն օր կարողանանք բարի լինել, ամեն օր կարողանանք մարդկանց օգնել, մարդկանց բարության, ողորմությամբ աջակցել, ոչ թե միայն մեռնելու կամ նեղության ցավի ժամին։ Ուրեմն ինչ է սա նաև մեր կյանքի մեջ, այս եւ հաջորդ համարում արդեն ասացի, հիմա տեսեք ասում է իր հայտնության եւ ինչ բառ է օգտագործում երանելին։ Ուրեմն Հիսուսի մասին խոսում է երանելին եւ միակ հզորը։ Ուրեմն տեզերքի ամենահզորը ով է? Աստված, չէ՞։ Ամենակարող, իր համար անկարելի ոչ մի բան չկա, սիրելիներ, եւ չկա մի բան, որ նրա համար հնարավոր չլինի անել եւ մի բան, որ ինքը չի կարող անել այս աշխարհի մեջ։ Ամենահզորն ու երանելին, այսինքն երբ որ դու մոտենում ես Հիսուսին, հզորին, դու հասնում ես նաեւ երանությանը, հասնում ես երանելի վիճակին։ Թագավորների թագավորը եւ տերերի տերը։ Ոչ մի թագավոր կամ տեր, չէ, չի կարող Տիրոջ հետ համեմատվել, այսինքն Աստծո զորությունը անհասանել է բոլոր թագավորների համար, բոլոր տերերի համար եւ նա ամեն տերության ու թագավորության ղեկավարն է, ամեն ինչի տերը Աստված ինքն է։ Դրա համար ուզում եմ շեշտել, որ մեզ համար որևէ մեկին տեր կամ թագավոր չդարձնենք, հզոր չդարձնենք, որպեսզի մենք չզրկվենք հավիտենական կյանքից։ Այս նույն անունը նաեւ տրված է Հիսուս Քրիստոսին, երբ որ կարդանք Հայտնության գիրքը, այնտեղ ասում է. եւ սրանք պատերազմելու են գառան դեմ եւ գառը նրանց հաղթելու է, քանի որ նրա տերն է երկրի եւ թագավորը թագավորների եւ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ են, հավատարիմներ են։ Եվ իր
պատմուճանի ու մարմնի մասերի վրա գրված է մի գրություն. Թագավոր թագավորների եւ Տեր տերերի։ Ուրեմն եւ Աստված է, եւ Հիսուս է տերերի Տերը, թագավորների թագավորը։ Այս աշխարհում ինչ որ կա, Աստծուց չի կարող զորավոր լինել։ Դրա համար հաջորդ հեսա համարի մեջ կտեսնենք, որ ասում է թող իրենց հարստությանը չապավինեն, որ ամեն բան կարող են անել այս աշխարհի մեջ։ Միայն Աստված է տնօրինողը, որոշողը, մենք ինչպես կարող ենք ապրել։ 16-րդ համարի մեջ շարունակում է Տիրոջ գովքը, նա որ միայն ինքն ունի անմահությունը եւ բնակվում է անմաչելի լույսի մեջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ եւ զորություն հավիտյանս ամեն։ Ուրեմն ասում են նա որ անմահ է։ Այս աշխարհում Աստված միակն է, որ սկիզբ ու վախճան չունի։ Չի եղել երբևէ որ Աստված չունի։ Ինչ ենք ասում, երբ որ ավետարանը վերջացնում ենք, հավատամք արտասանում ենք, վերջում Սարգսակը ինչ է ասում, իսկ որ կասեն էր երբեմն, այսինքն իսկ նրանք ովքեր կասեն, որ երբևէ չի եղել որդին կամ Սուրբ Հոգին, թող նրանք նզովված լինեն։ Այսինքն չի ասում որևէ ժամանակ, երբևէ չեն եղել, թող նզովված լինեն։ Աստված անմահ է, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, նա հավիտենական, այսինքն բարձր է ամեն ինչից, Տերն է ամեն ինչի, որ մենք կարողանանք փրկություն գտնել, սիրելիներ։ Ոչ քար է, ոչ թուփ է, ոչ կուրք է, հավիտենական անմահություն Աստված եւ բնակվում է անմաչելի լույսերի մեջ, որի մենք հասու չենք եւ չեն կարող մերձենալ։ Հաջորդ ասում է անմաչելի լույսերի մեջ է։ Ինչ է սա նաեւ նշանակում, որ Աստված անմաչելի չէ, այսինքն Աստված մեզ համար անհասանելի չէ, բայց քանի որ ինքը բնակվում է անմաչելի լույսերի մեջ, լույսն է պատճառը, որ թույլ չի տալիս, որ դու մոտենաս, այսինքն երբ որ դու խավար ես, ինչպես արևը, չէ, արևը հասանելի է մեզ համար, հասանելի է, չէ, մենք իր լույսը տեսնում ենք, զգում ենք, բայց մենք կարող ենք իրեն մոտենալ, ոչ։ Ուրեմն պարզ օրինակն է սա, որ Աստված մատչելի է մեզ համար, մենք իր ջերմությունը, իր լույսը, իր սերը վերցնում ենք, բայց իրեն չեն կարող մոտենալ, իր էությունն է այդպեսին։ Ինքը կարող է փոփոխություն կրել, բայց մարդը մինչև չմաքրվի, ինքն է լույս չդառնա այս աշխարհի մեջ, չի կարող այդ լույսին հաղորդակից լինել։ Տեսեք ինչ է ասում Սաղմոսների մեջ Դավիթ մարգարեն. Օրհնիր Տիրոջը, ով իմանց, Տեր իմ Աստված, անչափ մեծ ես, գոհաբանությամբ ու մեծավորությամբ հզգեստավորվեցիր։ Լույսը կրեցիր ինչպես վերարկու, երկինքը փռեցիր վրանի պես, քո վերնահարկը հաստատեցիր ջրերի վրա, երթևեկում է նա ամպերի մեջ եւ շրջում հողմերի թևերին։ Ասենք լույսը որպես վերարկու գցեցիր քո վրա։ Աստծուն ով որ տեսնի կարող է ապրել։ Ոչ, չէ, եթե մեկ Աստծո երեսը տեսնի, կմահանա։ Հիշում եք Մովսես մարգարեն անկես մորենու մոտ որ կանգնած էր, ինչպես էր խոսում Աստծո հետ, ձեռքը այսպես փակած։ Երբ որ Մովսեսը բարձացավ Սինա լեռը 10 պատվիրաններից իջավ, ինչ էր, քող գցեցին, որտեղ ինքը չէր կարող Աստծո երեսը տեսնել։ Այլ որ ամենայն հայոց կաթողիկոսին օծում են, իր վրա են այդ քողը գցում, այսինքն որ դու ինչքան էլ ով էլ որ լինես, դու Աստվածը չես եւ Աստծո եւ քո միջև տարածություն կա։ Այդ լույսին հասնելու համար պետք է մաքուր սիրտ, ճիշտ կյանք եւ առաքինությամբ ապրել այդ ամենի մեջ։ Ոչ ոք չի տեսել Տիրոջը, որևէ մարդ, ինչ է սա։ Ով մեզ պատմեց Աստծո մասին, ով էր Աստծուն տեսել։ Հիսուս Քրիստոս, չէ, որ պատմեց մեզ։ Ինչ է ասում Հովհաննեսի ավետարանի մեջ։ Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել, բացի միայն միածին որդուց, որ հոր ծոցում է, նա հայտնեց նրան։ Եվ եկավ մեզ ցույց տվեց, չէ, լույսը ճանաչեցրեց եւ հիշում եք Փիլիպոս առաքյալը, որ ասաց Հիսուսին Տեր մեզ ցույց տուր Աստծուն, ասեց այսքան ժամանակ ապրում եմ չճանաչեցիր, ով ինձ տեսավ, հորը տեսա, որովհետեւ հայրը եւ որդին Սուրբ Հոգին նույնն են, սիրելիներ։ Իսկ ով կարող է տեսնել Աստծուն։ Ով կարող է, մեզանից ով կարող է Աստծուն տեսնել։ Հիսուսը ինչ է ասում, հիշեք Մատթեոս ավետարանի երանիների, ինչ է ասում, երանի սրտով մաքրուներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Դրա համար ասում եմ, մինչև որ երեխաների պես չլինեք, այսինքն երեխաների պես մաքուր սիրտ չունենաք, չեք կարող երկնքի արքայություն ոչ միայն մտնել, այլև տեսնել։ Եվ նրանք, ովքեր որ մաքուր սիրտ ունեն, կարող են տեսնել։ Ինչպես մաքուր սիրտ ունեցողները երբ պիտի տեսնեն Աստծուն հավիտենական կյանքում։ Այսինքն այս աշխարհի մեջ, որ սիրտդ մաքուր պահեցիր, սրբությամբ ապրեցիր, ճշմարտությամբ քայլեցիր, դու անպայման երկնքի մեջ հորը պիտի տեսնես։ Եվ վերջի հատվածն ասում է նրան պատիվ, զորություն, հավիտյանս ամեն։ Այսինքն ցույց տալու համար, որ
բոլոր պատիվները, զորությունը Տիրոջն են պատկանում, այսինքն ամեն նշանում է թող այդպես լինի։ Տեսեք, խրատները տվեց եւ գովաբանեց Աստծուն, փառաբանեց եւ ներկայացրեց, թե ինչպիսին է Տերը մեզ համար։ Եթե ուզում ես լույսերի մեջ բնակվել, դու ինքդ լույս պիտի լինես։ Հիսուսի մասին ինչ ասում, լույսը եկավ աշխարհ, մարդկանց մեջ ապրեց, այս մարդիկ խավարն ավելի սիրեցին։ Եկավ յուրայինների մեջ, յուրայիններն էլ չընդունեցին, որովհետև իրենց գործերը խավար էին։ Ուրեմն լույս պիտի դառնաս, Հիսուսը ինչ է ասում, մենք ով ենք, մենք ենք աշխարհի լույսը, մենք ենք աշխարհի աղը, չէ՞, ասում եթե դուք էլ անհամանաք, ձեր համ ու հոտը կորցնեք, աշխարհը չի կարող կանգուն մնալ։ Դրա համար մարդ այսօր երբեմն բնական լույսը թողնում է, իր համար արհեստական լույս է ստեղծում, կարծես թե պիտի փախնի Տիրոջ ներկայությունից եւ մեղքեր է գործում։ Մենք ցերեկը, որ պիտի օգտագործենք կյանքը ապրելու, վայելելու համար, ցերեկը թողնում ենք, գիշերն արթնանում են հատկապես մեծ քաղաքներում եւ սկսում են մեղքի կյանքը խավարի եւ արհեստական լույսի մեջ։ 17-րդ համար այստեղից արդեն հարուստների մասին է խոսում։ Տեսեք, ասում է, այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չհպարտանան եւ չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, Պողոս Արաքյալը հիշում եք 9-10 համարների մեջ խոսեց նրանց մասին, ովքեր ուզում են հարուստ լինել, բայց այստեղ ասում է այս աշխարհի քրիստոնյա հարուստներին պատվիրիր, ովքեր արդեն հարուստ են կամ հարուստ են եղել ու հավատացել են Քրիստոսին, որ իրենք չապավինեն իրենց հարուստին եւ հույսը չդնեն այդ հարստության վրա։ Ինչու? Որովհետեւ այդ ամենի տվող ով է? Աստված է, չէ՞։ Ուրեմն տեսեք ինչի համար է սա շեշտված ամենտեղ սիրելիներ, որովհետեւ շատ հաճախ մարդիկ երբ որ հարստանում են, շատ գումար են ունենում, իրենց թվում է թե իրենք ամեն ինչ կարող են անել, իրենց ամեն ինչ թույլատրված է։ Եվ ցավոք սրտի, այո, մարդիկ այդպես ապրում են եւ նույնիսկ երբեմն իրենց դիմացի ապրող մարդուն էլ մարդ չեն համարում։ Հիշում եք Դավիթ մարգարեի պատմություն, որ Նաթան մարգարեն եկավ Դավիթ թագավորին հանդիմանելու։ Հիշում եք ինչն էր դեպքը եղել, երբ որ Դավիթ թագավորը իր պալատի պարիսպրա շրջում էր, տեսավ մեր կնոջը Բերսաբեին, որ լողանում էր, սիրահարվեց, իմացավ իր գեներալի կինն է, ուղարկեց պատերազմ, զոհվեց, նա այդ կնոջ իրեն կնության վերցրեց։ Եվ Նաթան մարգարեն գալիս է ինչ է ասում, ասում է մի քաղաքում երկու մարդ էին ապրում, մեկը շատ հարուստ, ուներ 1000 ոչխար, իր հարևանությամբ որ աղքատ մարդ, որ մեկ հատ ոչխար ուներ, եւ ապրում էր իր տան մեջ, նույն հացն էր ուտում եւ իր երեխաների հետ նույն անկողնում էր քնում։ Ասում է, երբ որ հարուստի տուն հյուր եկավ, հարուստը չուզեց իր 1000-ից մեկը մորթել, վերցրեց, մորթեց աղքատի գառը եւ հյուրասիրեց իր հյուրերին։ Ասում է, ինչ է ասում այդ մարդուն, ասում է, մահ, ասում է, այդ մարդը դու ես։ Ուրեմն տեսեք, այս մարդը հարստության մեջ, այդքան իր հարստության մեջ չուզեց իր մեկ գառնուկը մորթել, վերցրեց ուրիշը մորթեց։ Ուրեմն դրա համար շատ հաճախ մարդիկ ընկնում են այս մեղքի մեջ եւ հեռանում են ճշմարտությունից, կորցնում են իրենց զգացողությունը, որ իրենք որևէ օր պիտի պատասխանատվության ենթարկվեն եւ իրենց հույսը դնում են, որ ամեն դեպքում ինչ էլ որ լինի, մենք կանենք։ Հիշում եք հետարքին անեկդոտի պես է այդ պատմությունը, որ մի մարդ մահանում է, հասնում է դրախտի մոտ, ասում է, ինչ է քո անունը, ասում է, բայց կներես, դու չես կարող ներս մտնել, ասում է, ինչպես թե ասում է 10 հատ դպրոց եմ կառուցել, 5 մանկապարտեզ եմ կառուցել, 20 եկեղեցի, այսքան բարեգործություն, ասում է, տղաս, այս քո փողերը վերցրը, հետ գնա։ Այսինքն այդ ինչ որ դու արել ես, դա քեզ չի փրկում։ Բարի գործը քեզ փրկություն չի ապահովում։ Սա դու եթե արել ես քո փառքի համար, որ քո մասին խոսեն, քո մասին պատմեն, քեզ փրկություն չի բերելու։ Ուրեմն բայց ինչի տեսեք շեշտված, ասում է, Աստված ամեն բան տվել է մեզ վայելելու համար։ Այսինքն ինչ որ ունես, ապրիր դրանով այսօր, ինչ ես հավաքում, կուտակում ու ոչ մի բան քեզ հետ չես տանում։ Տված է վայելելու համար, բայց երբ մարդը սկսում է սիրել հարստությունը, դրամը, ինչ անում, սկսում է մեղքի կյանքի մեջ թաթախվել եւ վայելելու փոխան իր կյանքը գնում է կորում է։ Տեսեք Հաղարսնի վանքը, որ վերականգնեց այդ Շարժայի շեխը, իր երկու տղաները, այդքան ամբողջ միլիոնների մեջ երկու տղան էլ թմրանյութի պատճառով մահացան։ Երկուսն էլ թմրամոլ են։ Այսինքն ամբողջ հարստության մեջ իրենց կյանքը չվայելեցին։ Իրենց կյանքով չուրախացան, մարդկանց բարիքներ շատ չարեցին, իրենք իրենց Աստծո համար, իրենց հավատացած Աստծո համար թեկուզ չապրեցին,
մեղքի համար ապրեցին ու մեղքի պատճառով 32 եւ 34 տարեկան երկուսներ գնացին այս աշխարհից։ Հենց որ տեսեք Դավիթ մարգարեն մի շատ սիրուն խոսք ունի Սաղմոսած գրքի մեջ, հենց որ աչքը տնկես մի բանի վրա, այսինքն մի բան ուզենաս ու ձգտես դրան ունենալ, ասում է այն իսկույն կչքանա, հարստությունը արծվի թևեր է շինում իր համար եւ վերադառնում իր նախկինների մեջ, այսինքն հարստությունը թևեր կառնի ու կթռնիք են, թե աչքը տնկես ինչ որ մի բանի վրա, այսինքն վայելու փոխարեն մի ձգտիր այդ ամենը ունենալ, փորձի քո ճշմարիտ կյանքով ապրել։ Եվ 18 համարի մեջ արդեն ասում է թե ինչպես պետք է հարուստ ապրի։ Պատվիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել արատաձեռն, բարեսեր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել։ Ոչ թե դրամով հարստանալ, այլ բարի գործերով հարստանալ։ Սա է հարուստի ամբողջ կոչում այս աշխարհի մեջ։ Հարուստներ պարտավոր են լինել այս աշխարհի մեջ, սիրելին, որպեսզի աղքատներին օգնեն։ Եվ աղքատները էլ պարտավոր են լինել այս աշխարհի մեջ, որպեսզի հարուստները ողորմություն տալ սովորեն, իրենց ունեցածից բաժին հանեն։ Այս աշխարհի հարուստները մեռնելու են, չէ՞։ Եվ բոլոր մարդիկ ինչ որ բան պիտի տանեն իրենց հետ, ոչ։ Ինչ պիտի մնա, ինչ որ իրենք կառուցեն, թողնեն այս աշխարհի մեջ, այն դպրոցը, այն եկեղեցին, այն հիվանդանոցը, այն մանկատունը, որոնք իրենք կառուցեն, կմնա եւ շատ մարդիկ տուն կունենան, հարկ ունենան մարդուն արժանավայել ապրելու համար։ Լավ գործը պիտի մնա։ Դրա համար Հովհաննես Թումանյանն ասում է լավ իմացիր, բարի գործն է մնում, չէ՞ որ խոսում է դարե, այսինքն բարի գործը պիտի մնա։ Ուրիշ ոչ մի բան չի մնալու մեզանից։ Եվ բարի գործեր կատարելով մենք գանձեր ենք դիզում նաև երկնքում, չէ՞, ինչպես Հիսուս ասում է, ձեր գանձերը դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը, ոչ գողերը չեն կարող վնասել։ Հիմա հարց, ով է հարուստ այստեղ, սիրելիներ, ինքնին ում մասին է խոսում այստեղ Պողոս առաքյալը, ինչ հարստության, նա ով շատ փող ունի, չէ, այդ հարուստի մասին չէ։ Ուրեմն տեսեք, նոր կտակարանի մեջ եւ ամբողջ քրիստոնեական կյանքի մեջ հարուստը նա չէ, ով փող ունի, այլ նա ասում է, ով որ իր ունեցած, այսինքն իր կարիքներից ավել ով որ ունի, ինքը արդեն հարուստ է։ Հասկացաք, այսինքն սա վերաբերում է այս բարի գործը, ոչ թե միայն հարուստն, այսինքն ցանկացած մարդ, ով իր ունեցածից մի քիչ ավել ունի, ինքը պիտի աղքատի բաժինը հանի։ Դրա համար երբ որ դու աղքատի բաժինը հանում ես, տալիս ես, Քրիստոս էլ գալիս է քո տուն, քո սեղանին, քո ճաշին, քո հետ մասնակիցը լինում։ Այսինքն ով որ իր պետքերից մի քիչ ավել ունի, կարողանում է առատաձեռնությամբ տալ մեկին, ինքը արդեն հարուստ է։ Եվ կարևոր չի չափը նաև, թե մենք ինչքան ենք տալիս, այլ կարևորը թե մենք մեր արածի մեջ ինչքան սեր ենք դնում, ինչքան հույս ենք դնում եւ ինչքան հավատք ենք դնում մեր դիմացի մարդուն օգնելու համար։ Սա է պատճառը, հարուստ հավատացյալը պետք է առատաձեռն լինի ունեցածից բաժին հանի մյուսների համար։ Կարևոր չի, քո ծառից 3 հատ խնձոր կա, մեկը տուր աղքատին։ Քո տանը 2 հատ հաց կա, մի կտորը կտրիր տուր քո աղքատին։ Եվ տեսեք, ասում են, ով է այն մարդը ձեզանից, որ քո զավակը քեզանից հաց ուզի, դու օծ կտաս կամ կարիճ կտաս։ Դուք ձեր զավակին լավ գիտեք, ուրեմն Աստված էլ է մեր հանդեպ այդպես։ Մենք խնդրում ենք, Աստված տալիս է։ Ուրեմն դուք էլ բաժին հանեք, բարի գործերով երկնքի արքայությունում գանձեր դիզեք։ 19 համարի մեջ իրենց համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։ Նով այս կյանքում բարեգործություն անում, սիրելիներ, շահում է երկնքում։ Եվ այս ճանապարհով ենք մենք ստանում ճշմարիտ կյանք, այսինքն Տիրոջ ներկայության կյանք։ Այս ճանապարհով ենք ստանում։ Եթե դու կարողացար, տեսեք, հիմքը դնելով այստեղ։ Մի օր մի մեծահարուստ մահանում է, դրախտում է հայտնվում, ներկայանում է Աստծուն, վերջում որ վերջացնում է զրույցը, հրեշտակին ասում է՝ «Տար, իր տունը ցույց տուր»։ Երբ որ փողը դրախտում քայլում էին, գնում էին, այս մեծահարուստը իր տան ծառային է տեսնում դրախտում, ծառան իր տուն է կանչում, տեսնում է իր ծառան շատ գեղեցիկ մի շքեղ ապարանքի մեջ է ապրում, ասում է՝ եթե իմ ծառան ասեն շքեղ ապարանքի մեջ է ապրում, հիմա Աստված ինձ համար ինչ տներ է պատրաստել, երբ որ գալիս են իր փողոց են հասնում, խալխլված մեծ խրճիթ էր եւ մեծահարուստը տխրում է, հրեշտակը հասնում ասում է՝ եղբայր, ինչու ես տխրում, ինչ որ ուղարկել ես, դրանով էլ տունդ կառուցել եմ։ Ինչ որ ուղարկել ես, ինչ շինանոց ուղարկել ես երկինք, ես դրանով քո տունը կառուցել եմ։ Դրա համար ասում եմ, այստեղ ենք հիմքը դնում ճշմարիտ կյանքի։ Այս աշխարհը մեր ճշմարիտ կյանքը չէ։ Սա տրված է ճշմարիտ կյանքին հասնելու համար, եւ յուրաքանչյուրը թող տա ինչպես հոժար է սրտով եւ ոչ թե հարկադրաբար եւ տրտմություն, որովհետեւ Աստված սիրում է զվարթերես ընծան։ Այսինքն, եթե պիտի մի բան էլ տաս,
պարտադրած կամ թթված դեմքով չտաս։ Կան չէ՞ մարդիկ, որ sense տալիս են, առ գնա մենակ ստեղից, բրծնեմ քեզ, sense շատ կան։ Նույնիսկ երբ որ ռեստորաններում հաց են ուտում, այդ աղքատը մոտենա շատ զզվանքով մի կտորից հացից կվերցնեն կդ, ասում Աստված սիրում է զվարթ, այսինքն ուրախ երեսով եւ կամավոր կատարած ընծան, որ շատ մեծ ուրախություն է բերում թե քեզ համար, թե դիմացի մարդու համար։ Եվ վերջին երկու համարը 20-21-ը։ Ով Տիմոթեոս, պահիր ավանդը, հերու մնալով պիղծ եւ նորահնար խոսքերից, հակառակությունից եւ խաբեպատիր գիտությունից, որը ոմանք հանձն առնելով շեղվեցին հավատից, շնորհը քեզ հետ։ Տեսեք սիրելիներ, Տիմոթեոսը պետք է պահպաներ եւ մենք ներ իբրև քրիստոնյա ինչը պետք է պահպաներ, ինչ ավանդ։ Այստեղ ավանդը Քրիստոսի ավետարանն է, Քրիստոսի ճշմարիտ ուսմունքն է, այսինքն ինչ որ քեզ տրվեց Քրիստոսից մեզ առաքյալներից, մենք տվեցին քեզ, պիտի պահպանես։ Դրա համար մեր եկեղեցիները ինչ են կոչվում, առաքելական, չէ՞։ Հայ առաքելական, սուրբ եւ ուղղափառ եկեղեցի, այսինքն առաքյալներից փոխանցված, ուղղափառությամբ, ճշմարտությամբ պահպանված, մինչև այսօր փոխանցված մեզ։ Այսինքն այդ ավանդը դու պիտի ամուր պահես, որ տրված էր մեզ։ Ոչ ոք իրավունք չունի նաև փոխել կամ փոփոխություններ կատարել կամ աղավաղել այն ավանդը, որ տրված է մեզ առաքյալներից։ Այսօր կան չէ՞ շատ մարդիկ ասում են, այ մարդ առաջին դարում ինչ էր ասված, հիմա ուրիշ կյանք է գս, ոչ։ Տեսեք, նշխարքը պատարակի, չէ՞։ Թադեոս առաքյալն է փոխանցել մեզ, ինչպես պիտի լինի, կլոր մեր նշխարքը եւ խաչի նշանով եւ ասում է ամառավոտյան պիտի թխես եւ տակ-տակ պիտի բերես եկեղեցի։ Ես ամեն Կիրակի թխում եմ առավոտյան, տակ-տակ բերում եմ եկեղեցի, որտեղ Թադեոս առաքյալ այդպես է ինձ փոխանցել։ Այսինքն ես նորահնար բաներ չեմ կարող անել, թխեմ այսօր դնեմ սառնարանում մի 10 օր անցնի, հետո բերեմ։ Դրա համար երբեմն լինում է, չէ՞, տեղեր են գնում հաղորդություն, ինչքան չոր է լինում։ Նոր թխված չէր։ Քահանան ծուլացել էր իր պարտականության մեջ։ Դրա համար ասում է ամուր պահիր այն ավանդը, որ փոխանցվել է քեզ, փոփոխություն չանես, չավաղաղես, քեզանից դուրս մտածումներով քո շեղված բաները չանես։ Այն ինչ որ ես հիմա ձեզ բացատրում եմ, ասում եմ, ես ինձանից չեմ կարդում սնից։ Ես նստում եմ, կարդում եմ թե առաջին դարից մինչև այսօր Սուրբ հայրերը ինչ են բացատրել, ինչպես պիտի հասկանաս, որ ես ձեզ բացատրեմ։ Ինձանից չպիտի հորինեմ կամ նորամուծություններ բերես եկեղեցու մեջ։ Ուրեմն այս ավանդը պիտի ճշմարտությամբ, սրբությամբ պահես ու փոխես։ Եվ ինչ է հաջորդը, ասում է նաև հեռու մնա անիմաստ զրույցներից, հակառակություններից, սուտ խոսքերից, որպեսզի չշեղվես ճշմարտությունից։ Ուրեմն, եթե այսպես չանես, կեղծ խոսքերը կմտնեն, կեղծ ուսմունքները կմտնեն եկեղեցի եւ շինչու խոսքերից եկեղեցին կքանդվի։ Այն պատճառը տեսնում եք ամեն օր բաժանվող եկեղեցին, ամեն օր սուտ մարդիկ, որ ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունեն, եկեղեցու որևէ ճշմարտություն չգիտեն, եկեղեցուց խոսում են, հավատքից խոսում են։ Իրենց կյանքը պոռնոկության կյանք է, բայց իրենք եկեղեցու կյանքով են զբաղված։ Դրա համար մեր կյանքը տրված է ոչ թե ուրիշների թերությունները տեսնել, այլ մեր թերությունները տեսնել։ Իսկ հոգևորական մեջ սա շատ կարևոր։ Տեսեք, Տիմոթեոսի վիճակը ասում է հանկարծ մենակ նրանց վրա չխոսես, ովքեր ուզում են հարստանալ, կխոսես նաև նրանց վրա, ովքեր արդեն հարուստ են, կպատվիրես, այսինքն հարուստի ու աղքատի մեջ տարբերություն չդնես։ Շատ դժվար բան է հոգևորականի համար, սիրներ, ամեն մեկի հետ խոսել իր լեզվով, հասկանալու։ Եթե չխոսեցիր կեղծությունից, կկորցնես իրենց։ Դրա համար ասում է պահիր, չմտնես այսպիսի զրույցների մեջ, կեղծ խոսքերի մեջ չմտնես, որպեսզի ճշմարտությունից չհեռանաս։ Ինչու՞, որովհետև սրանք քեզ կարող են բերել հակառակություն, վեճեր, անիմաստ զրույցներ, եւ շատ հաճախ մարդիկ էլ ուզում են գալ խոսել, չէ՞, եւ Հովհաննեսի ավետարանի մեջ ինչ է ասում, որ Հովհաննեսի երկրորդ նամակի մեջ ասում է նրանք, ովքեր չունեն այս հավատքը, ասում է անգամ դրանց ողջունել մի տուր, քո տուն մի թող։ Նրանք, ովքեր կեղծ խոսքերով, գիտությամբ, այսօր շատ մարդիկ կան, որ կրթված զարգացած մարդիկ, երբ որ նստում ես իրենց հետ զրույցի, սկսում են քո հավատքից, որ այ մարդ 21-րդ դարում ինչ Աստված, գիտություն արդեն ապացուցել է, որ Աստված չկա, պահքը քեզ ինչ պիտի անի, իր աշխարհային գիտելիքով ուզում է քո հավատքը գողանալ քեզանից։ Սա էլ է սատանայի հակառակությունը մեր մեջ։ Մի մասնագետ նստել էր հաշվարկել 1000 գիտնական մարդի տարբեր ոլորտի, թե ովքեր են քրիստոնյա։ Պարզվում է, որ նրանցից մեն 25%-ն են քրիստոնյա եւ հավատում իրականում Քրիստոսին։ Մեծ մասը չեն հավատում։
եւ կեղծ ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության տակ այս մարդիկ բերում են այլասերություն մարդկանց համար։ Դրա համար ասում է հերու մնա այդ խոսքերից, հակառակությունից եւ խափե պատիր գիտությունից, այսինքն այն գիտությունը, որ խափում է, կեղծում է։ Նիցչեն 51 ինչ էր ասում։ Աստված մեռած է, չկա Աստված։ Նիցչեն կա այսօր։ Ոչ, ինքը մեռավ, ոսկորները փթեց, բայց Աստված կա, չէ՞։ Եվ Աստված ասում է ես կենթանի Աստված եմ, ես ողջ Աստված, ես մեռելների Աստվածը չեմ, ես ողջերի Աստվածն եմ։ Ուրեմն Աստված կենթանի, բայց տեսեք մարդիկ գիտությամբ, փիլիսոփայությամբ համոզում են որ Աստված չկա։ Մեռած է Աստված, մի հավատացեք մեռած Աստծուն։ Եվ շատ էլ մինչև Քրիստոսի թաղումը կարդացին, հարությունը վկաները չուզեցին լինել, դրա համար այսպիսի բաների մեջ հայտնվեցին։ Ուրեմն շատերը մինչև այսօր նաև մոլորեցնում են քրիստոնյաներին սուտ գիտությամբ եւ կեղծ ուսմունքներով, արդեն ասեցի, եւ տեսեք Հովհաննեսի նամակի հատվածը բառացի կարդամ, ամեն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն, ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է եւ որդուն եւ հորը։ Իսկ եթե այսպիսի վարդապետություն չեն, ասում են նրանց ողջուն մի տվեք եւ ձեր տուն էլ մի թողեք որ մտնեն։ Ովքեր կգան ասելու որ Քրիստոս չի եղել, Աստված չէ, Աստված գոյություն չունի, ասում է ողջուն մի տվես։ Եթե ողջուն ես, իր չարությանը մասնակից ես։ Եվ վերջին բառը շատ գեղեցիկ, շնորհը քեզ հետ։ Սա կարճ աղոթք է, մաղթանք է, բայց շատ զորավոր բառ է, շնորհը քեզ հետ։ Այսօր մենք շնորհազուրկ ենք։ Մենք այսօր շնորհներ չունենք սնել։ Մեղքի պատճառով մենք այդ շնորհներից զրկվել ենք։ Շնորհը մարդկանցից չի գալիս, չէ՞ մեզ Աստծուց է գալիս։ Այսինքն շնորհի մեջ մենք պիտի հասկանանք ինչ՝ խաղաղություն, սեր, ողորմություն, մարդասիրություն, Աստված, այսինքն ամենը այսօր մեր միջից հանված է մեղքի պատճառով, որտեղ շատ մարդիկ այս բառն օգտագործում են, բայց անշնորհ կյանքով ապրում են, ապաշնորհ կյանքով ապրում են այս աշխարհի մեջ։ Մենք միշտ խնդրում ենք, որ Աստված ինչ անի։ Օրինակ, երբ որ ես աղոթում եմ ձեզ համար, ասում եմ Տեր Աստված, ձեռքս դնում եմ այս հիվանդների վրա, բժշկում եմ, չէ, ասում եմ Տեր Աստված, քո ամենակարող աչքը դիր քո այս զավակների վրա, բժշկի նրանց ցավերը։ Այսինքն Աստված է իր ձեռքը դնողը, շնորհ տվողը, ես չեմ։ Ես խնդրում եմ, թեև ես եմ այդ պահին աղում, բայց Տեր Աստված, քո ձեռքը դիր այստեղ հավաքված քո ծառաների վրա, բժշկի նրանց ցավերը, ախտերն ու հիվանդները, որտեղ դու ես թե հոգիների եւ թե մարմինների Աստվածը։ Ուրեմն շատ կարևոր որ մենք այդ շնորհն ունենանք մեր կյանքի մեջ, այսինքն Տիրոջ ներկայություն մենք ամեն րոպե զգանք մեր կյանքի մեջ։ Երբ ենք մենք հոգնում մեր կյանքից, երբ որ Աստծո մխիթարությունը չունենք։ Երբ ենք ձանձրանում, երբ որ Աստված մեզ հետ չի, ամեն ինչ մարդկային է մեր կյանքի մեջ, բնականաբար պիտի հոգնենք մարդկային ամեն տեսակ հարաբերություններից։ Դրա համար ասում եմ, պատվիրում եմ, որ ձեր հավատքի մարտը մղեք եւ ամուր բռնեք ձեր հավատքը, չզիջեք այդ հավատքը, որպեսզի մենք կարողանանք ճշմարիտ կյանք ունենանք հավիտենության մեջ։ Այսքանը սիրելիներ, ավարտեցինք Տիմոթեոսին ուղված նամակը, այս 6 գլուխները, որ սերտեցինք, տեսակ ինչքան ճշմարտություններ սովորեցինք, թե հարության սխալ ընկալման մասին, սիրո հարաբերությունը, Աստված պաշտությունը, մարդկանց ձգտումները, սուտ ուսուցումները, ինչ պառակտումներ էին բերել անգամ առաջին դարում, դեռ առաքյանները ողջ էին։ Պատկերացրեք սատանան դեռ առաքյանները ողջ են, Քրիստոսին տեսած, Քրիստոսի զորությամբ լցված, քարոզում են, բայց սատանան կեղծ մարդկանց միջով քանդում է եկեղեցին։ Հիմա տեսեք 21-րդ դարում ավելի աշխարհի մեջ ձեզ ասեմ ամեն տարի 250 միլիոնով ավելանում է քրիստոնյաների հալածանքը եւ շատ պիտի շատանա, որտեվ Քրիստոս երբ որ գալը մոտենա, սատանան պիտի կատաղի ընկնի քրիստոնյաների հետևից ոչնչացնի, որ Քրիստոս գա, հիշում եք ինչ հարց տվեց, եթե մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի։ Այսինքն հավատարիմները կմնան մինչև վերջ, Աստծո ճշմարտությունը պահողները կմնան մինչև որ Քրիստոս գա ու հաղթանակած թագավորի հավիտենության մեջ։ Աստված պահապան բոլորից, սիրելիներս։